Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Մի անգամ մեքենաս վարում էի մայրուղով, ճանապարհին տեսա գեղեցիկ անտառներ, խաղողի այգիներ ու դաշտեր, իսկ հետո ես գառների հոտ տեսա։ Գիտեիր, որ գառները միայն հետևում են իրենց հովին և չեն լսում այլ ձայներ։ Գառները շուտ են հոգնում և չեն կարող իրենք իրենց պաշտպանել։ Նաև գառները կողմնորոշվելու ունակություն չունեն և չեն կարող տան ճանապարհը գտնել, ինչպես օրինակ շներն ու ձիերն են կարողանում։ Գառները միշտ կարիք ունեն հովի, ով կառաջնորդի, հոգ կտանի և կպաշտպանի նրանց։ Եվ մենք նույնպես դրա կարիքն ունենք։ Երբ ես գառնուկ եմ տեսնում, հիշում եմ, թե ինչ է Հիսուսն ասել։ Ես եմ բարի հովիվը, իմ գառները լսում են իմ ձայնը ու հետևում են ինձ։ Նա է բարի հովիվը, իսկ մենք գառները։ Հիսուսը մեկ անգամ նրանց մասին պատմություն պատմեց։ Հովիվն ուներ 100 գառնուկ, նա նրանց առաջնորդում էր դեպի կանաչ խոտերն ու մաքուր ջրերը, և վայրի կենդանիները գալիս էին, նա անմիջապես նկատում էր վտանգը և պաշտպանում հոտը։ Գառներն ապահով էին, մինչ հովվի կողքին էին, նրանք լավ էին իրենց զգում։ Հովիվը երեկոյան նրանց տուն էր տանում և հաշվում, որ տեսնի արդյոք բոլորն այնտեղ են։ 97, 98, 99, 99, մեկ գառնուկը չկար։ Նա իր ճանապարհով էր գնացել և մոլորվել էր։ Անօգնական և հոգնած նա օգնություն էր խնդրում։ Հիշեք, գառնուկն առանց հովվի կորած է։ Հովիվը կարոտում էր գառնուկին և փնտրեց նրան, մինչև որ գտավ։ Նա ուրախությամբ իր ուսերին դրեց գառնուկին և տուն տարավ։ Այժմ գառնուկն առողջ և ապահով է։ Հովիվն ասաց իր ընկերներին. «Ուրախացեք ինձ հետ, քանի որ գտել եմ իմ կորսված գառնուկին»։ Այս մեկ գառնուկը կարևոր էր նրա համար։ Նա փնտրեց նրան և գտավ։ Հովիվը սիրում էր գառնուկին։ Հիսուսը բարի հովիվ է։ Արդյոք ճանաչում ես նրա ձայնը։ Արդյոք հետևում ես նրան։ Հիսուսի հետ դու ապահով ես։ Նա տալիս է մեզ այն, ինչի կարիքն ունենք։ Նա միշտ մեզ հետ է և միայնակ չի թողնում, երբ դժվարության մեջ ենք։ Դրան հակառակ շատ մարդիկ հեռանում և իրենց ճանապարհով են գնում։ Կարո՞ղ ես պատկերացնել, թե ինչու են նրանք դա անում։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIK@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է և Նիկեն։